Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է Արմեն Ղազարյանը, նույն ինքը Պարուշ Սևակի որդին, ով այսօր աշխատում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի պաշտոնում։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Հետաքրքիր է, դուք Պարուշ Սևակի որդին եք, բանասեր եւ աշխատում եք այս համակարգում, ինչպես ստացվեց։ Ես համալսարան ավարտեմ եւ համալսարանի դասախոս էի, արդեն երբ ինձ հրավիրեցին այստեղ դասավանդելու հայոց լեզու եւ գրականություն առարկան։ Դա 1994 թվականի վերջին էր եւ 95 թվականի վերջից առաջարկվեց նաեւ ոստիկանական բուհի, այն ժամանակ կոչվում էր բարձրագույն դպրոց, ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոց, առաջարկեցին դառնալ պետի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով, այսինքն մթնոլորտը ինձ բոլորովին խորտ չէր այն իմաստով, որ սա առաջին հերթին ուսումնական հիմնարկ է, նոր զինվորական հաստատություն, այդպես մնացի եւ այս կազմավորումների ընթացքում հիմա դարձա կրթահամալիրի մոտավորապես դեկտեմբերի վերջից, հունվարի սկզբից դարձա արդեն նոր կազմավորված կրթահամալիրի ստորաբաժանումներից մեկի բարձրագույն ուսումնական հաստատության պետ։ Երբ որ եկաք այս համակարգ, ինչ տեսակ, ինչը ձեզ դուր եկավ, ինչը ձեզ դուր չեկավ, եւ կա ինչ-որ բան, որ դուք ինքներդ եք փոխել։ Ինքս միայնակ չեմ ուզում ասել, որ ինչ-որ բան փոխել եմ, բայց բավական երկար տարիներ ես նաեւ գլխավորել եմ գիտական գործը այստեղ։ Թվում է ոստիկանությունը եւ գիտությունը այդքան էլ կարծես թե բան չեն, մերձ բաներ չեն, թեև ոստիկանագիտություն էլ գոյություն ունի աշխարհում, բայց այնուամենայնիվ սա մինչև հիմա ավելի շատ իրավաբանական բուհ է, ելի համագործակցելով համալսարանի ավելի շատ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ եւ շատ շնորհակալ ենք այս իմաստով համալսարանին, մենք կարողացանք լիարժեք իրավաբանական բուհ ստեղծել։ Ավելին մեզ մոտ դասավանդող առարկաները երբեմն նաև գերազանցում են համալսարանից։ Հեծանիվ չենք հորինել, բայց աշխատել ենք եւ մեր հանրապետության լավագույն փորձը կիրառել եւ նաև Ռուսաստանի, նաև արտերկրի այլ ոստիկանական ուսումնական հաստատությունների փորձը։ Գիտական բանի իմաստով կարողացել ենք հասնել ինքնուրույն կադրերի պատրաստմանը, դրսից մարդ հրավիրելը այդքան էլ հեշտ չի, որովհետև գաղտնիք չի, աշխատավարձերն էլ այդքան բարձր չեն, բացի դրանից ամեն մարդ չի, որ պատրաստ է զինվորական ռեժիմին ենթարկվելու։ Այդ տարբերությունը սա է, մենք նաև ոստիկան ենք, բարձրաստիճան ոստիկան եւ ենթարկվում են կարգ ու կանոնի ավելի, քան ասենք համալսարանի դասախոսը, որ ավելի ազատ է։ Այդ իսկ պատճառով միակ ճանապարհը կադրերով համալրելու ինքնուրույն կադրեր ստեղծելն է։ Հիմա մենք ունենք մեր ստեղծած կադրերից 12-ից ավելի գիտությունների, իրավաբանական գիտությունների տեխնացու, իսկ այնպես ընդհանրապես 20-ից ավելի գիտական ցենզ ունեցող մարդ եւ քիչ առաջ նաեւ տեսակ ստենդը ընդհանրապես վերջին մի 5-6 տարվա գիտական ձեռնարկների, ուսումնական ձեռնարկներն են ցուցադրված, որոնք 30-40 տասնյակից ավել են։ Այս տարի արդեն հրատարակվել է եւ կամ այս երկու լույս կտեսնի, դրա համար եմ ցանկում նշում 12 ուսումնագիտական եւ ուսումնամեթոդական ձեռնարկ։ Էլ ինչ է հաջողվել։ Հաջողվել է նույնիսկ այնպիսի հայտնի ոստիկանին, պարոն Վարյանին, կրթահամալիրի պետին նույնպես աշխատացնել, պայմանական ասած աշխատացնել, եւ նա արդեն զուտ իր մասնագիտությամբ ոստիկանության սպառազինության մասին մի բավական հետաքրքիր աշխատություն ունի, իսկ երկրորդը արդեն ոստիկանության զենքերի մասին աշխատությունն է, որ լույս կտեսնի օրերս։ Այսինքն մարդիկ, որ թվում է թե գիտական գործունեությամբ չեն զբաղվել կամ չէին զբաղվելու, նրանք էլ են արել, այս գուցե ինչ որտեղ իմ վաստակը, իմ ներդրումը այս իմաստով կա։ Ընդ որում ոչ թե պարզապես պաշտպանել են, այլ մեր երիտասարդ իրավաբանների շատերը արդեն ընդունել են իրավաբանության մեջ։ Կրթահամալիրի սերունդը, հա, ինչպիսին է, դուք քանի որ երկար տարիներ այստեղ աշխատում եք, ինչ փոփոխություններ եք նկատում։ Ես ի տարբերություն շատերի բավական շահեկան վիճակում եմ եւ համեմատելու եզրով եմ, այսինքն ես կարող եմ հանգիստ համեմատել համալսարանի ուսանողներին ու շրջանավարտներին եւ նաեւ
ոստիկանության հիմա կրթահամալիրի։ Առաջ ակադեմիայի անունները փոխվել են, բայց բովանդակությունը համարյա նույնն է մնացել։ Մեկ տարի է որ ստեղծվել է կրթահամալիրը, այսինքն ըստ էության կրթահամալիրի կազմում գործում են 3 ուսումնական հաստատություններ։ Նախնական պատրաստականության դա մեր ուսումնական կենտրոնն է, 6 ամսյա ուսուցում է իրականացնում եւ այսպես սերժանտական կազմն է ձևավորում։ Քոլեջն է գործում եւ մի կուրս ենք ընդհանրապես ընդունել, առաջին կուրս դեռ ունենք, երկրորդը այս տարի է ընդունվելու, միջին մասնագիտական, ավարտելուց հետո դառնում են ոստիկան սպաներ եւ ակադեմիան, որը ոստիկան սպա դառնալուց բացի նաեւ իրավաբանական բարձրագույն կրթություն է իրականացնում, ունենք նաեւ մագիստրատուրա, ունենք նաեւ ասպիրանտուրա։ Հիմա այս համատությունը ավելի կարող են բարձրագույն ուսումնականի բանով անցկացնել հանրապետության այլ ուսումնական հաստատությունների հետ, մենք չենք զիջում համալսարանը։ Իսկ նկատում եք, որ տարիների ընթացքում տարբեր սերունդներ են սովորում, եւ թե համեմատում եք ասեմ ձեզ, նույն երեխաներն են, նույն շրջանավարտներն են, պարզապես մի մասը հստակ գիտակցում է ուր է գալիս եւ ավելի շուտ է ադապտացվում այս զինվորական կարգապահությանը, խստությանը, պարտաճանաչությանը։ Մի փոքր այստեղ ավելի լավ հնարավորություն ենք ստեղծել շրջանների համար, դա ոչ թե ակադեմիայի կամ կրթահամալիրի վաստակն է, այլ ոստիկանության վարած քաղաքականությունն է։ Երբեմն արտոնություն է տրվում, ենթադրենք հեռավոր շրջանի դպրոցի շրջանավարտին, պայմանով որ ավարտելուց հետո նա պիտի աշխատի իր հայրենիքում, իր փոքր հայրենիքում։ Ձեր առջև խնդիր եք դրել, ինչպիսի արժեքներ նրանց մեջ ներարկել ձեր դասավանդման աշխարհում։ Ես այստեղ համարյա չեմ դասավանդում, որովհետև ադմինիստրատիվ աշխատանքը ծանր է, այսինքն դասավանդում էի մի փոքր կուրսի միայն, հեռական մի բաժնի միայն սպայականի, բայց եկել եմ իբրև դասախոս նաև, իհարկե մեր դասախոսական կազմը ոչ միայն պրոֆեսիոնալ է եւ ոչ միայն մասնագետ է, այլև պարտավոր է լինել եւ մանկավարժներ են։ Այսինքն այն ինչ որ կարծում եմ պարտավոր է յուրաքանչյուր դասախոս անել եւ հայրենասիրություն եւ ազնվություն ներարկել մարդու մեջ, ինքը պիտի հեռու լինի այդ անազնիվ կամ հորի երևույթներից եւ իր օրինակով դաստիարակի, հաջողվում է այնքանով, որքանով հաջողվում է մնացած վայրերին։ Մի քիչ ավելի գուցե լավ, որովհետեւ մենք լծակներ ունենք, ավելի հեշտորեն կարող ենք ազատվել ոչ պրոֆեսիոնալից, մարդկային վատ որակներ ունեցող մարդուց։ Իմ կարծիքով համենայն դեպս այս մեր արտադրանքը, մեր սերունդը վատը չի, բոլորովին վատը չի, լավն է եւ դա ավելի զգալի կդառնա մի քանի տարի հետո, երբ որ արդեն փաստորեն հիմնական ոստիկանության կազմում այն հին սերունդը կգնա, հին կաղապարված սերունդը, ես չեմ ասում դրանք բոլորը վատ, կգա նոր սերունդ եւ կարծում եմ ամեն ինչ կգնի իր տեղ։ Մեր հասարակության մեջ էլ ոստիկանի նկատմամբ երկակի վերաբերմունք կա, երկակի կա, վախ չասեմ, բայց այսպես ման կա մի ինչ-որ անհանգստություն կա, չհավատալու հնից եկող բան կա, բոլոր դեպքերում կարծես թե այս բարենորոգումները, որ ընդհանուր համակարգում տեղի են ունենում, միտված են նրան եւ տեղի կունենան, որ ոստիկանը ընկալվի իբրև ժողովրդի հասարակության բնակչի, ընկեր, օգնող եւ դա այդպես ուտոպիստական բաներ չեն, այլ մտահոգություն, շատ դիտական նպատակներ, ինչպես շատ առաջներում գուցե բան կար, այս կարգի բաները իրագործելիք չեն։ Բայց աշխատավարձը որքանով ես գիտեմ, բավականին ցածր է։ Գիտեք ինչ, կարող եմ իհարկե դժգոհել այդ թվում եւ իմ աշխատավարձից, բայց մենք բոլորս էլ ապրում ենք մի հանրապետությունում, որը դեռ չհայտարարված կամ շարունակվող պատերազմի մեջ է, մենք բոլորս այդ գիտենք եւ չեմ ուզում այդ հերթապահ խոսքի նման ասեմ, ըմբռնումով ենք մոտենում, ստանում ենք այնքան, ինչքան որ պետությունը ի վիճակի է տրամադրել։ Իսկ համեմատության մեջ իհարկե աշխատավարձը ցածր չի։
Ընդհանրապես ցածր չէ։ Ավելի ռիսկային է, երբ որ Այո, այս իմաստով մի փոքր նախանձով ենք նայում ուժային այն համակարգերին, որոնց աշխատավարձը ավելի բարձր է։ Հուսով եմ մերն էլ հնարավորության դեպքում կբարձրացվի։ Խոսքը միայն դասախոսական կազմի մասին չի, այլ ընդհանրապես ոստիկանության։ Լավ, հեռանկարը ինչպիսին եք տեսնում ոստիկանության համակարգի, կրթահամալիրի, սաների։ Ճիշտն ասած, մենք դեռ ադապտացման փուլում ենք, կրթահամալիրի այս տիպի բանը նորություն է ամբողջ հանրապետության մեջ, որքան ինձ հայտնի է մի կրթահամալիր կար, Բլեյանի հայտնի կրթահամալիրը, որ բարձրագույն բան չի ներառում իր մեջ։ Շարունակական կրթության բոլոնյան սկզբունքները, եվրոպական այդ սկզբունքներն ավելի շատ կիրառվում այստեղ։ Կրթություն, աշխատանք, կրթության բարձրացում կամ կրթական ցենզի բարձրացում եւ այսպես անվերջ շարունակ։ Համենայն դեպս եվրոպական մի քանի երկրների սխեման ենք վերցրել եւ վերցրել են կամավոր հույս ունենալով, որ պիտի լավ արդյունքներ ունենա ավելի քան կար։ Արդեն 2 տարի է ակադեմիայի դիմորդները պիտի անպայմանորեն բանակում ծառայած լինեն, այսինքն պարտադիր զինվորական ծառայությունը անցած լինեն։ Ուրեմն սա մի կողմից բուհի համար այդքան էլ լավ չի կարծես թե, որովհետև ընտրության հնարավորությունը քչանում է, թաքուն չի, որոնք մեր դիմորդների մի մասն էլ հետո բանակ չէին գնում եւ նաեւ այդ ստիմուլը ունեին, բայց մյուս կողմից էլ ուրեմն որքան էլ տարօրինակ է բանակում ծառայած եւ հետո մեզ մոտ ընդունված ավելի հասուն մարդը շատ ավելի պարտաճանաչ է, ավելի ունակ է դառնում հիմնական մասով, ավելի նպատակային է, իհարկե կա նաեւ խոտանը, էլի բնական ու հասկանալի, որ նորից մյուս բուրերում կա։ Նաև ընդունելության կրթական համակարգի մեջ փոփոխություններ կան։ Մենք կոմպլեքս քննություն ենք անում, ըստ էության համակարգչի միջոցով մարդկային ֆակտորի միջամտությունը բացառվում է, օգոստոսին սկսվելու են ակադեմիայի, հետո էլ քոլեջի քննությունները, ուրեմն հանձնաժողովի կազմում 9 հոգյանոց հանձնաժողովի կազմում ոստիկանությունից 3-ն են։ 6-ը հասարակական, քաղաքական, չգիտեմ, տարբեր կազմակերպությունների անդամներ եւ քննությունը նաեւ տարբեր բուհերի անդամներ, այսինքն սուբյեկտիվ ֆակտորը հաստատված է ոչ թե մինիմումի, այլ ըստ էության բացառվել է։ Հետաքրքիր է, ինչ նոր որակներ եք դուք ձեռք բերել, որ նախկինում չունեիք, բայց այստեղ աշխատելով զգում եք, որ ինչ-որ բաներ ձեր մեջ փոխվել են։ Ինչ-որ ավելի վստահություն միանշանակ սեփական ուժերի եւ անձի հանդեպ, գուցե ավելի էլի կարգապահություն, ավելի, այս իմաստով քաղաքացիական կյանքը ավելի շատ առօրյա է, որտեղ աշխատանքում ես էլի պարտաճանաչ եմ, ցանկացած աշխատանքում, իսկ առօրյայում այո, այստեղ որոշակի կաշկանդումներ կան, որը վատել չի, դժվար է սովորելն է։ Դժվար է սովորելն է, դու չես կարող ամփույթ հագնվել, որովհետև դու այլ դեպքում իրավունք չունես ուսանողին նկատողություն անելու, դու իրավունք չունես ծխել, եթե արգելում ես, որ երեխան տարածքում ծխի միայն, այս կարգի բաներ, որ սովորական են, չեմ կարող ասել, որ դա ինձ հատուկ դժվարություն է պատճառել։ Իսկ կան ճշմարտություններ, որոնց հավատում եք եւ որոնցով առաջնորդվում եք միշտ։ Ինքնավերլուծությամբ այդքան չեմ զբաղվել, հա, ավելի այդպես կայուն սկզբունքներ ունեցող մարդ եմ, որ չեմ հանդուրժում դավաճանությունը, սուտը կամ գոնե անտեղի սուտը, ինչ-որ բաներ կան, որ դա մեզ է հիմնականում ազնվությունը, հարաբերությունների մեջ ազնվությունը մարդկային գնահատում միշտ է եղել, այստեղ ավելի այսպես սուր եմ ընկալում դա։ Ամենայն դեպս գուցե արտակուստ ներում եմ, բայց ներկուստ չեմ ներում առաջին հերթին դավաճանություն։ Լավ, շնորհակալություն ձեզ, պարոն Ղազարյան։